Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Ողջույն հարգարժան տիկնայք եւ պարոնայք, խոսենք մի շարք իրադարձությունների մասին ըստ էության։ Կայացավ 2.5 ժամանոց հեռախոսային խոսակցություն Ամերիկայի եւ Ռուսաստանի առաջնորդների միջեւ։ Նախաձեռնողն ամերիկացիներն էին։ Նախաձեռնվեց, որպեսզի եթե ոչ ամբողջական խաղաղություն, ապա գոնե 30-օրյա զինադադար լինի Ուկրաինայում։ Մի պատերազմի գոտում, որտեղ Ռուսաստանն էլ հրահրել է այդ պատերազմը։ Արդյունք չեղավ։ Ոչ զինադադարն է հաստատվում, ոչ էլ մանավանդ խաղաղությունը։ Կոնկրետ արդյունքներ միայն կարելի է ասել վերաբերվում են գերիներին, այսօր տեղի ունեցավ 175-175-ի դիմաց գերիների փոխանակում, դրան գումարածել ռուսական կողմը ինչ-որ բարի կամքի դրսևորման շրջանակներում 23 ծանր վիրավոր կամ կալանավոր ուկրաինացի զինվորականների եւ քաղաքացիների փոխանցեց Ուկրաինային։ Մի քիչ էլ խոսեցին հոկեյից։ Ուրիշ կոնկրետ բան չկա։ Տպավորություն կա, որ Թրամփն էլ առանձնապես գոհ չէ, որովհետև նա չեղարկեց արդեն իսկ հայտարարված ասուլիսը, որը պետք է տեղի ունենար հեռախոսային խոսակցությունից հետո, որի ժամանակ էլ Թրամփը պետք է զեկուցեր ամերիկացիներին, թե ինչ մեծ ձեռքբերումներ են ձեռք բերվել, հա, Պուտինի հետ խոսակցություններից, իր այդ հատուկ ներկայացուցիչ Ստիվեն Ուիտքոֆն էլ ասում էր, որ այո, աշխարհը ղեկավարում են երկու մեծ առաջնորդներ, մարդկությունը ղեկավարում են երկու մեծ առաջնորդներ, Պուտինը եւ Թրամփը։ Իհարկե, սա ամենը սենտիմենտներն են, բայց չոր մնացորդում, այո, փաստորեն ստացվում է, որ այս գաղափարն այդքան էլ լավը չէ։ Եվ ոնց որ թե Թրամփի մոտ էլ այդ տպավորությունը կա, եւ ցրվում է այն իլյուզիան, թե Ռուսաստանի հետ գործեր վարելը շատ հեշտ է, դժվար է Ուկրաինայի հետ։ Դե իսկ ինչ վերաբերում է եվրոպացիներին, եվրոպացիներն ուղղակի հենց շեմից մերժեցին եւ անընդունելի համարեցին մի գաղափար, որով հանդես եկավ ռուսական կողմը, պայման, հա, որի արդյունքում է միայն հնարավոր 30-օրյա զինադադար, դա այն է, որ այդ զինադադարի ընթացքում պետք է ամբողջ արևմուտքը դադարեցնի ռազմական օգնությունը Ուկրաինային։ Մեկ էլ պայմանավորվել էին էներգետիկայի օբյեկտներին հարվածներ չհասցնել, սակայն դա 1 ժամից հետո խախտվեց ռուսական կողմից բնականաբար։ Դե իհարկե ուկրաինացիներն էլ կշարունակեն հարվածներ հասցնել Ռուսաստանի նավթավերամշակման, որովհետև այն սնուցում է թե բանակը, նաև սնուցում են նավթադոլարներով Ռուսաստանի ռազմական մեքենան։ Այստեղ շատ բանի մենք հասնելու ականատես չենք եւ չենք էլ լինելու առաջիկա։ Մի պարզ պատճառով, որովհետև Պուտինի գլխի պարունակությունը չի փոխվում։ Որքան էլ որ այս երկխոսությունները հեռախոսային կամ այլ ձևաչափերով պարզաջրում մաքրում են Կրեմլի հանցագործ բանդային եւ իր պարագլխին, միևնույնն է, ոնց որ ժողովուրդն էր ասում, սևին սապոնն ինչ կանի։ Չի մաքրվելու այդ ամենը, իսկ Եվրոպան արդեն արել է իր եզրակացությունները ի տարբերություն Միացյալ Նահանգների վարչակազմի, որ հարցերն այդպես լուծել ուղղակի չի ստացվի եւ սա ժամանակի, ռեսուրսի, նաեւ ռեպուտացիայի կորուստ է։ Եվ հանցագործ
խմբավորումը, երբ զավթում է պետությունը, իսկ պետությունն էլ վերածում հանցագործությունների գործիքի, այդ թվում հանցագործությունների ընդդեմ մարդկության, ապա պետք է ոչ թե խոսել նրանց հետ, չգիտեմ ինչերի մասին, այլ միակ բանը, որ կարելի անել, մտածել նրանց խեղդելու մասին։ Ուրիշ ոչ մի բան, տնտեսապես, ռազմական առումով, քաղաքականապես վերածել իզգոյի եւ թողնել առնվազն մինչև լավ ժամանակներ զրկելով ռազմական կարողություններից, ցանկացած ճանապարհով։ Մարդկությունն այլ բան չի հնարել։ Նայեք պատմությունը։ Իհարկե դա կարելի անել արագ, կարելի անել ավելի երկարաձգված, ավելի դանդաղ, դա արդեն կյանքը ցույց կտա, բայց մեր անելիքն է այստեղ կարևոր, մենք այո պետք է լինենք այդ երկաթյա վարակույրի հակառակ կողմում, ոչ թե ներսում, այլ դրանից դուրս, մենք պետք է լինենք պատմության ճիշտ կողմում, մենք չպետք է լինենք այդ ավտորիտար կլեպտոկրատ սրիկաների հետ նույն ակումբում եւ սա սկզբունքային է Հայաստանի եւ հայ ժողովրդի համար։ Ուղղակի սկզբունքային։ Սա ունի եւ ունենալու է պատմական նշանակություն։ Այո, մենք հիմա մի գործընթացի մեջ ենք, որը տանելու է դեպի խաղաղության պայմանագրի ստորագրում, բայց դա լինելու է ոչ հիմա, ոչ հենց հիմա։ Հայաստանի վարչապետը խոսում է այն մասին, որ պատրաստ է հենց հիմա ստորագրություն դնել այդ արդեն իսկ բանակցված 17 կետանի տեքստի տակ։ Այո, սա եւս մի գնդակ է Ադրբեջանի դաշտը, որ իրենց այս տհաճ եւս մի անակնկալ, որի հետ կապված Բաքուն խնդիրներ արդեն իսկ ունի եւ ունենալու է։ Սակայն պետք է մենք էլ իլյուզիաներ չունենանք, այնպես չէ, որ խնդիրները նշանակում են, որ Բաքվին կդնեն, կստիպեն, թաթիկից կբռնեն եւ իրանց փոխարեն կամ ստիպողաբար ստորագրեն կամ ստորագրել տան։ Ամենևին էլ պարտադիր չէ։ Իհարկե, մենք չափազանց կարևորում ենք, որ այդ պայմանագիրն այնուամենայնիվ ստորագրվի, բայց նաեւ պլան B-ով, իսկ եթե չստորագրվի։ Այնպես որ մեր անելիքները շատ են, Հայաստանը անելիքներ ունի եւ ունենալու է, եւ դրանց տեմպից, որակից եւ արդյունքներից կախված են լինելու մեր պատմության առաջիկա տասնամյակները։ Լավ է լինելու, բարին ընդ ձեզ, կհանդիպենք։